Մինչ կանցնենք պատգամի, ես ուզում եմ մի գեղեցիկ վկայություն դու լսես եւ դրա համար ես ուզում եմ բեմ հրավիրել երևի եկեղեցու չեմ սխալվի ասեմ աննկատ ամենախոնար հնազանդ քույրերից մեկին Աստղիկ քրոջը ձեր ծափահարությունների ներքո եկեք մեր քրոջը բեմ հրավիրենք Սրանով ես եկե Ես քեզ վստահացնում եմ, որ Հիսուսը օգնելու է քեզ։ Էսի թող, արի գնանք ընդ։ Գիտես ինչ եմ սիրում Աստղիկ քուր։ Սիրում եմ մարդը, որ պատմում է ամեն ինչ բնական։ Հիմա դու ամեն ինչ բնական կպատմես, որովհետև այն ինչը որ քո հետ եղել է, ուրիշը կշարադրի, բայց դու բնական կասես։ Ճիշտ է, էսի թողնում ենք։ Նախ ուզում եմ, որպեսզի դու քո կողմից ողջունես ժողովրդին եւ ասես դու ով ես։ Ես ասացի, բայց նոր մարդիկ եկան կարող է չլսեն ով ես։ Աննս Աստղիկ է, սիրելի Աստծո ժողովուրդ, ես այստեղ եկել եմ այսօր վկայեմ իմ վկայությունը տամ ձեզ, թե Աստված ինչ հրաշք գործեց իմ կյանքում և ես բուժվեցի։ Վստահելով Աստծուն, հավատալով, դուք կստանաք ձեր աղոթքների պատասխանը։ Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ դիմելով Աստծուն կստանա իր ամբողջ հոգով տրվելով կստանա իր պատասխանը։ Երևի սենց արեք, ես հարց տամ ձեզ, որովհետև այստեղ կան մարդիկ, որոնք չգիտեն ինչ է տեղի ունեցել, բայց մենք սենց մի հարց տանք, Աստղիկ քուր, մենք որոշներս գիտեինք, քո տնային խմբակը գիտեր, մենք ավակները բոլորը գիտեին, որ դու ունեիր երիկամների խնդիր, այսինքն, եթե մարդը դիալեզ է ստանում, այդ նշանակում է երիկամը հրաժեշտ է տվել օրգանիզմին, Ատենցա թե չէ, վերջացավ գնան, այսինքն ինքը այլևս չի կարողանում իր ֆունկցիան կատարի և իրան արհեստական են աշխատացնում և հիմա սկսենք այն պահից, երբ որ դուք արդեն դիալեզ էիք վերցնում, անիմաստ կլինի, որ պատմում եք, որ դա վատ տարիներն են եղել ձեր, ինչ տեղի ունեցավ այդ դիալեզի ժամանակ և կուզեմ միկրոֆոնը մոտ պահեք։ Տարիներ առաջ եմ ունեցել երիկամների խնդիր շատ երիտասարդ ժամանակվանից, այո, մոտավոր 40 տարի, 19 տարեկանում, 19 տարեկանից սկսեց սկսել պրոբլեմ ունենալը, հետո տարիներ անցնելով ավելի վատացավ այս վերջի տարիներին և ես անցա դիալեզի, ես սկզբից արեցի 6 ամիս հիմոդիալեզ, հետո պերիտոնեալ դիալեզ, արեցի ու շատ պրոբլեմներ ունեցա, Աստված ինձ օգնեց այդ փորձություններից հանեց, այն ժամանակ, երբ ես հանդիպեցի մեր սիրելի Ռիփսիկին և Անիին, որ իրանք ինձ առաջարկեցի, Անի քույրիկներին, Տերը օրհնի իրենց, որ իրանք ինձ առաջարկեցին գամ տնային խմբակ։ Այո, և ես զգացի, որ Աստված իմ առջև դռներ է բացում ու ես սկսեցի հաճախել տնային խմբակ ինչքան կարող էի։ Հետո մի քանի օր գնալուց հետո ես հանդիպեցի ձեզ, իմ սիրելի նարակ քույրիկին, որը հենց առաջի օրվանից շատ սիրեցի, կարծում եմ ինքն էլ ինձ, որովհետև հենց այդ օրը ինձ ասաց, որ ես քեզ ջրով մկրտելու եմ, ու դա իմ համար շատ անակնկալ էր իմ համար, ես չէի հավատում, թե ինչ է կատարվում, ու ես զգացի, որ Աստված էսի պատահական չէր, որ իմ առջև նոր դռներ է բացում։ Ես բան եմ հիշում, երբ որ մեր քույրն ասեց, ես չեմ կարող մկրտվել ջրով, որտև ես ապարատ եմ կրում ինձ վրա, Ահա, ես չգիտեի, որ այդ ապարատը տենց լինում է վրան և այլն այս կոմենքում, մենք ասացինք, մենք ամեն ինչ կանենք, մենք շատ նրբորեն ձեզ կմկրտենք, բայց ես ուզում եմ, որ դուք անպայման մկրտեք, որովհետև իմ սրտիս մեջ մի բան կար, Տերը ուզում ես կնոջ հետ մի բան անել, որտեղից դա իմացա, իր մեջ մի հատ պարզ հավատք տեսա, և ասացի Աստված անպայման սրա հետևից կգնա։
Ու սեպտեմբերի 8-ին, թե 9-ին էր դուք ինձ չէ, օգոստոսի 8-ին, թե 9-ին, չեմ հիշում, ես մկրտվեցի։ Մկրտվելուց հետո ես արդեն գրանցվել էի, հերթագրվել էի Երիկամներից փոխպատվաստման համար։ UCLA հիվանդանոցը եւ տարբեր նահանգներ ու Սան Դիեգո եւ սպասում եմ իմ հերթին։ Բայց եկավ մկրտվելուց հետո մի 2-3 շաբաթ ու մինչև այդ ինձ ասել էին, որ UCLA-ում տևելու է ընդամենը 7-ից 10 տարի, որ իմ հերթը հասնի։ Ու ուրիշ նահանգներում էլ 7 տարի, 3-ից 7 տարի նայած նահանգներում։ Եվ ուզում եմ մեկ բան էլ ասեմ, նորից մի հատ վկայություն, ես փորձեցի գնամ Նեբրասկայել հերթագրվեմ, այդ ժամանակ, երբ աղջկաս հետ գնում էինք, գնացինք Դենվեր, որ Դենվերից հետո գնանք Նեբրասկա, ինքնաթիռի մեջ ես վատանում եմ, ու ինքնաթիռը արդեն կես ճանապարհ ենք հասել, որ պետք է Նեբրասկա հասնենք, ես վատանում եմ ու հաղորդում եմ, որ ինքնաթիռը հետ է գնում, 300 ժողովուրդ իմ պատճառով, ու ես ենքան վատ եմ զգում, ասում եմ, չէ, ես ժամադրություն ունեմ, պետք է անպայման ես հասնեմ իմ ժամադրությանը, գնում եմ իմ kidney evaluation-ի համար էի գնում, երիկամների հերթագրման, գրանցման համար, ստուգման համար, ու տենց չէ, ասում են, դու շատ վատ ես, պետք է ուշքսա գնում այդ ժամանակ սիժր եմ ունենում, վատանում եմ, մի խոսքով, ինքնաթիռը հետ է գալիս Դենվեր, ինձ տանում են Դենվերի հիվանդանոցը, հիվանդանոցում նայում են, ստուգում են, վերջապես ես լավ եմ զգում և փորձում ենք տոմսերը նորից առնենք, որ հետ գնանք Նեբրասկա, այդ ժամանակ աղջկաս զանգ է գալիս Նեբրասկայից, որ մամայիդ ասա թող չգա, որովհետև այս առաջի անգամ է, որ այս պատմության մեջ, որ փակ է, հիվանդանոցները, կլինիկաները փակ է, որովհետև բուք է, ցուրտ է, ցրտի պատճառով փակ է, ու տենց իմ ամուսնուքույրը Դենվերում էր ապրում, զանգում ենք, գնում ենք իրանց տուն, ու գալիս եմ, հետո նորից եմ տոմսեր առնում, գալիս եմ էլ էի, հետո անցնում եմ մի քանի ամիս հետո, նորից տոմս եմ առնում, որ գնամ, ու ես նորից վատանում եմ ստեղ, հիվանդանոց եմ գնում, ինձ սրջրի են անում, այդ պերիտոնեալի, այո, վիրահատում են, ու էլի նորից չեմ գնում, հետ եմ տալիս տոմսերը չեմ գնում, ու ես հասկացա, որ եսի Աստծո ծրագիր ուներ իմ համար, որ ես պետք չի, որ գնամ այդքան հեռու ու Աստված այնպես դասավորեց, որ իմ սրջրին եղավ Արիզոնայում։ Ու ես միշտ ասում եի Աստված ջան, թող իմ սրջրին լինի UCLA-ում, որտեղ մոտիկ է այստեղ երեխեքիս համար հարմար է, բայց Աստված գիտեր ինչ էր անում։ Ես սրջրին ունեցել եմ փետրվարի 15-ին, այս փետրվարի 15-ին, այո, այդ ժամանակ շատ վիրուսներ էր տարածված, ու ես գնացի Արիզոնա, զանգ եկավ, գնացի Արիզոնա, զանգ եմ, okay, մկրտվելուց հետո, մի խոսքով, անպայման, սա Աստծո հրաշքն է, որ գործել է իմ վրա ու ես դա չեմ կարող հերքել, դեկտեմբերի 25-ին, Քրիսմասի օրը, որ պատրաստվում են Քրիսմասին, Իվին, եկավ զանգ, որ դոնոր կա քեզ համար, երիկամի դոնոր կա քեզ համար, փոխպատվաստման համար, այո, պատրաստվի և սպասի մեր զանգին, անհամբեր սպասում եմ, սես դողում եմ, աղջկաս ասում եմ, չէ, ասա, ես չեմ գնում, վախենում եմ, հետո զանգը սպասեցի, եկավ, ասեցին, որ այդ դոնորը, դոնորի երիկամը առողջ էր,
Սպասեցի անցավ գնաց։ Անցավ 2 շաբաթ հետո նորից զանգ ստացա։ Զանգ ստացա Արիզոնայից։ Եվ ասեցին, որ դոնոր կա, համապատասխանա քեզ, բայց այդ դոնոր կաշխատի իմ համար 7-ից 9 տարի կյանք կտա։ Ու ես չհամաձայնվեցի, որովհետև ասեցի չեմ ուզում։ Այո, հավատում էի, չէ, հավատում էի, որ Աստված ինձ ավելի լավն է տալու։ Այո։ Ու փետրվարի 15-ին ստացա Վալենտայնի օրը, ստացա զանգ, որ լավ երիկամ կա, քեզ համապատասխան դոնոր կա, ու աղջկաս հետ 2 ժամվա մեջ ինքնաթիռ ենք նստել ու գնացել Արիզոնա, ու Արիզոնայի մեղավ վիրահատությունս։ Ամբողջ ճանապարհին ինքնաթիռի մեջ աղոթել եմ ու հանձնել եմ իմ Աստծուն, ես միշտ եմ հանձնում իմ Աստծուն ու վստահում, որ իմ կողքին լինի, որ իր բժիշկների ձեռքով ինքը ուղղորդի այդ վիրահատությունը, որ կատարվի, ու գնացել ենք հյուրանոց, ես այնքան հանգիստ եմ եղել, գիշերը հելել եմ, ժամը 9-ին պետքա լինեինք հիվանդանոցում սրճերի համար ժամադրություն ունեինք, այո, աղոթել եմ, գիշերը իմ դիալիզն եմ արել, լողացել եմ մազերս եմ սիրուն սան, մի խոսքով ենքան պատրաստ ենք, բարձր տրամադրության գնացել եմ, ասում են եկել ես պարթի, այդ աշրան, որ ես ենքան հանգիստ էի, ենքան լավ էի ինձ զգում, փառք Տիրոջ Աստված ինձ ենքան հանգստություն էր տվել, խաղաղություն էր տվել, որ ես շատ վախկոտ եմ, ճիշտն ասած, առաջի մեծ սրճերին էր իմ համար սա, ու ես այտենց հանգիստ երբեք չէի եղել, ես կարծես գնացել եմ հյուրանոց, վերջը, եղավ իմ սրճերին, եկավ այդ հիվանդանոցի դիրեկտորը, ամենամեծը, իմ վիրահատություն ինքը արեց, դուք պատկերացնում եք ինչ հրաշք կա դա, գլխավոր բժիշկը, որը շատ ժամանակ չի ունենում, չի անում, ու փառք Աստծո շատ բարեհաջող անցավ, փառք Տիրոջը, 7 ամիս, ես փառք Տիրոջը շատ լավ, ու հրաշքը գործեց, էսի Տիրոջ հրաշքներից մեկն էր, որը գործեց իմ վրա, ու ես ուզում եմ մեր Աստծո ժողովրդին բոլորին, ասեմ, որ վստահեք, աղոթեք, և Տերը կկատարի ձեր բոլոր խնդրանքները, անպատասխան չի մնա, փառք Աստծո շատ երիտասարդ է, այո, դոնորը երիտասարդ է եղել, երկար ժամանակ կաշխատի իմ համար, որը սա, մերսի, սա Աստծո օգնությունն էր, որ եկավ իմ վրա, խնդրում եմ Աստծո ժողովուրդ, ովքեր ունեք դուք Աստծո կարիքը, դուք բժշկության կարիքը, դիմեք Աստծուն, խնդրեք ու հավատացեք ամբողջ սրտով ու հոգով, որտև Աստվածը ամեն ինչ անում։ Տալիս ձեզ կյանք, ու ես վերադարձա կարծես նոր մարդ։ Շնորհակալ եմ իմ Տիրոջից, Հայրը, որ ես այնքան ուրախ եմ, այո, այնքան ուրախ եմ, որ ինձ վերադարձրեց իմ ընտանիքին, վերադարձրեց նոր կյանք տվեց, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ առաջինը ձեզ, առաջինը Տիրոջը ձեզ, որ դուք առաջարկեցիք այդ կնունքը, մկրտություն է ինձ, և սնուցում եք մեզ Աստծո խոսքով, փառք Հիսուսուն, ես շնորհակալ եմ մեր տնային խմբակի բոլոր անդամներին, Մայքը, պարոն Մովսեսը, Լիլի քույրը, եղբայր Մովսեսը, Լիլի մորակը, Վիկան,
Թող Խմբակ աղոթել է ձեզ համար։ այո, եկեղեցին աղոթել եք անպայման նույն ժամանակ եք իդեպ աղոթել այդ վարկանին, երբ որ տեղի է ունեցել իմ վիրահատությունը, ինձ ասեցին։ Ու դա Եկեղեցու զորությանը, աղոթքի զորությանը, անպայման, անխոսք, Փառք Տիրոջը, այո։ Ձեր երեխաներին ասեցիք, որ այս ամեն ինչի հեղինակը Հիսուսն է։ Անպայման, իրանք հավատում են, իրանք էլ են Աստծո մեջ, անպայման։ Ձեր աղջիկներն են։ Իմ աղջիկսա, փեսասա, թորնիկներս էլ երևի գնացին ներս։ Քավը չի եկել։ Ուրեմն ես Աստղիկ քրոջն ասեցի, որ դու սրա կարիքը չունես, դուք զգացիք, որ չունեցավ։ Եթե մի բան բնական է, եթե մի բան ճիշտ է, սրա կարիքը չի զգացվում, սա մեկ։ Աստղիկ քուր ջան, երբ որ անցյալ կիրակի ուզում եմ սա նշեմ, եկավ Աստղիկ քուրը ինձ ողջունելու, ես Հայաստանից էի վերադարձել, գիտեք, մեկ ակնթարթ, երբ հայացքս ընկավ իր հայացքի վրա, իմ առաջ կանգնած էր նոր մարդ։ Իր դեմքի ուրախությունը, աչքերի փայլը, երեսի գույնը, դուք բոլորդ գիտեք, դիալեզով հիվանդները ունենում են յուրահատուկ սփռտնահաց հիվանդ տեսք։ Եվ հիմա բոլորդ էլ այստեղ տեսնում եք, կյանքը մեջը վերադարձած, ուրախությունը մեջը վերադարձած։ Մենք բոլորս կարող ենք միասին ասել, սա Հիսուսն է։ Փառք Տիրոջը, ամեն։ Մի հատ սրտանցել ասա Փառք Հիսուսին ու իջի։ Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Հրաշալի վկայություն, մարդը երկար տարիներ ունենա այսպիսի պրոբլեմ եւ ուրիշի ձեռք ընկներ 7-ից 9 տարվա գարանտիայով կասեր հələ արեք հետո կմտածենք ինչ անենք, բայց մարդը հավատում է Աստված, ես ուզում եմ որ դու սա վերցնես, մեծ Աստծուց մեծ բաներ խնդրիր։ Ամեն։ Գիտես ինչու նա դա կարող է անել։ Նա դա կարող է անել, ամեն։ Փառք Տիրոջը։ Շատ լավ, Աստղիկ քուր ջան, շնորհավորում ենք քո նոր երիկամը, ինչպես ասեցի, նորից կրկնում եմ, բարով մաշես։ Առողջ լինես եւ այսուհետ պատմես Քրիստոսի փառքը ամենտեղ, որ նա է քո բժիշկը, այսօր պատգամի ժամանակ կլսես։